Նախորդ զրույցում ես պատմեցի նախնադարան տոնի, նախատոնի մասին, որը փորձել էի վերականգնել, օգտագործելով այն ամենա ոնց որ թե արխայիկը, ինչ որ ձեռքի տակ ունեի։ Ավստրալիայի եւ Օվկիանիայի բնիկների տոները։ Տարիներ են անցնում եւ 1988 թվին փետրվարին Երևանում ես հայտնվեցի ոնց որ թե այդ իմ վերականգնած տոնի առանցքում։ Խոսքը հասկանում եք Ղարաբաղյան շարժման մասին է եւ այդ բուրըն օրերի։ Ամբողջ 9 ամիսը հիմնական մասը այդ զանգվածային հավաքների ես եւ իմ գործընկերները գտնվում ենք փողոցներում եւ հրապարակներում, գլխավորապես այսօր հայտնի որպես Ազատության հրապարակում եւ գրանցում ենք այն ամենը, ինչ որ տեսնում ենք, ինչպես մի ազգագրագետ, որը գտնվեր մի ուրիշ ցեղում գլխավոր տոնի ժամանակ։ Ինձ համար համենայն դեպս դա այդպես է։ Ինչպես մեկնաբանել, հետազոտել, հիմա բազմաթիվ աշխատանքներ կան, գիտեք, օրինակ իմ գործընկեր Հարություն Մարությանը ընկալում է դա եւ փորձում է ապացուցել որպես հեղափոխություն եւ այդպես էլ անվանում է այդ հայկական հեղափոխություն։ Ես ոչ թե տալիս եմ այդտենց սոցիոլոգիական կամ քաղաքական գնահատում կամ ինչ որ ձևավորում, այլ կփորձեմ ձեզ ցույց տալ, որ այն ինչ տեղի էր ունեցել ազգագրագետի կտրվածքով դա տիպիկ արխայիկ տոներ էր։ Ես փորձեցի մոտենալ նույն ձևով, ինչպես եւ երբ որ վերականգնում է այդ նախատոնը հասարակությունը ինչ կառուցվածք ունի, ինչն է իր ոչ թե ինչ կառուցվածք ունի, այլ որն է այն հիմնական հակադրությունները, որոնք իր տեքստում ակնհայտ են, իր նարատիվում ընդհանուր ակնհայտ են։ Նույն ձևով, ինչպես Բախտինը միջնադարան հասարակության համար վերևում ներքևներ դուրս բերել։ Երևանի համար այդ թվերին զարմանալի է, բայց շատ կարևոր հակադրություն էր գյուղ-քաղաք։ Բազմաթիվ անեկդոտներ, ասացվածքներ կային այդ հակադրության մասին։ Երևանը որպես արագ զարգացող քաղաք, որը եթե ասես հին երևանցի դրանցից շատ քիչ ընտանիքներ կան, գիտեք, նրանք ոնց որ թե կորիզը լինեն, բայց հազիվ կգտնես իրենց, այլ հին եկած գյուղացի, նոր եկած գյուղացին ավելի շուտ տենց կարելի է ասել, եւ հին եկածը նորին կասիր առանձնապես շեշտելով, որ դա հակադրություն է ոչ թե գյուղացի, այլ գեղցի։ Գյուղացին դա լավ տերմին է, իսկ գեղցին արդեն գնում էր որակ տալով։ Առաջին հենց օրերից այդ հակադրությունը վերացավ։ Ինչպես վերացավ, դա կարող եք տեսնել, կարող էիք տեսնել, ով մասնակից էր, դե ինչպես շրջաններից եկան մարդիկ սատար կանգնելու նրանց ովքեր եւ միանալու նրանց ովքեր հրապարակում են եւ իրենց պաստառներում ամեն մեկում գրած է թե որտեղից է, որ շրջանից է, նույնիսկ որ գյուղից է, գլխավորապես շրջանից է եւ իրենք կոչերով ուրախությամբ են ողջունվում։ Ֆանտաստիկ քանակությամբ մասնակիցներ են եղել այդ օրերին, որոշ տվյալներով հասնում էր 1 միլիոնի։ Մինչդեռ քաղաքը հազիվ 1 միլիոնի էր հասնում։ Դա հենց գյուղերից եկած, շրջաններից եկած մարդիկ են, որոնք կազմեցին այդ հոծ բազմությունը։ Թող նույնիսկ միլիոն չլինի։ Իմիջիալից այդ թվերը շատ հետաքրքիր են, բայց դա հատուկ արդեն թեմա է եւ ես չեմ անդրադառնա, թե ինչքան է տեսնում մասնակիցը թիվը, ինչքան է ոստիկանությունը տեսնում, ինչքան է ինչ-որ կողմնակի հետազոտողը տեսնում, դրանք շատ հետաքրքիր բաներ, օրինաչափություններ են, ընդ որում ոչ միայն Հայաստան,
Բայց այդ փետրվարյան օրերին հիմա չեն հերքում, որ իրոք եղել է մի ֆանտաստիկ քանակությամբ բազմություն եւ դա գյուղերից եկած մարդիկ են, եւ որոնք ողջունվում են։ Մի փոքր օրինակ բերեմ, երբ առաջարկվեց այդ բոլոր եկածներին, տահավոր թվով եկածներին, այդ որոնք շատերը ոտքով էին եկել, պետք է տեղավորել եւ առաջարկություն եղավ, որ այս տեղում կհավաքվեք եւ ով ուզում է, ով կարող է, ով տրամադրի քնելու տեղ հյուրընկալի։ Եվ ես էլ էի այդ թվում քրոջս հետ եւ պատկերացրեք, որ շատ մարդ հավաքվել էր, ով ուզում էր հյուրընկալել, բայց շատ քիչ մարդ էր, որոնք եկան, որը մի հետաքրքիր բան է բացում իմիջայլոց, էլի ազգագրական եւ սոցիոլոգիական, մեծ մասը գտան իրենց բարեկամներին, ընկերներին քաղաքի կառուցվածքում եւ գտան ապաստարան գիշերվա, դե որը եթե դու սոցիոլոգիական անալիզ աներ եւ հարցումներ աներ, դա գումարներ էր պետք, էսի ժամանակ է պետք, մարդ էր պետք եւ էլի կարող է թվերը չտար, բայց այդտեղ պարզ երևաց Երևանի այդ նախկին գյուղական կառուցվածքը երբեմն այդ այտենց որակական հետազոտությունը կարող է միայն դիտարկման վրա ավելի շատ բան ասել, քան թե քանակական։ Հաջորդը կին տղամարդ հակադրությունն է, որը Երևանի բավականին լուրջ առանձնապես այդ տարիներին պատրիարխալ հասարակության համար կարևոր մի հակադրություն էր։ Դա նույնպես վերացավ, թուլացավ, չեմ ասի վերանալը սխալ կլիներ այս դեպքում ասելը, բայց լուրջ ձևով թուլացավ, մի օրինակ բերեմ, էլի այդ տարիների անեկդոտ կար, որ մայրը ասում է իր որդուն, որը չի ամուսնանում, ասում է դե չես կարող մի լավ աղջիկ ճարես, էլի ամուսնանաս։ Չէ, ասում անհնարին է, հիմա մենք բոլորս քույր ու եղբայր ենք։ Այդ օրերին ծնված անեկդոտ է, որը հետո ուրիշ հավաքներին էլի ուրիշ ձևերով կրկնվեց։ Նաև սոցիալական հիերարխիան, որը թույլ չէր տալիս ինչ որ մի խավում գտնվողին մյուս խավի բանի հետ խոսալ փողոցում, ինչպես եւ այդ դուալ կազմակերպության օրինակով անցած զրույցում ես բերեցի, որ կանայք եւ տղամարդիկ տարբեր այդ խմբերում գտնվողները իրավունք չունեն խոսել իրար հետ։ Ես ներկա եմ, երբ արտաքնապես երևացող ծայրամասային, ասենք, դիրք ունեցող տղան դիմում է ավելի կենտրոնին էլի տեսքով եմ ասում, որ բայց դա միանգամից ցուցիչներ են աղջիկներին դիմեց այտենց լրիվ եղբայրական ձևով, որ քուրջանով, բայց դրանով, որ ինքը ոչ թե վիրավորական էր ասում, այլ նա քարազատ են եւ իրենք չվիրավորվեցին եւ ես եթե միջև այդ նման դիմելաձևը իրենց կվիրավորեր եւ կհամարվեր, որ նա խուլիգանություն է անում, էսի ինչ է անում, այս դեպքում դա եղավ լրիվ եղբայրական ձևով նա իրենց զգուշացնում էր, որ այնտեղ զորքեր կան, զգուշ եղեք եւ որ ինքը իրենց հետ է չկար տարբերություն տարիքի եւ դու ոչ թե տարիքով էր միայն հարգված, այլ փոքրին էլ կարող էին լսել եւ ինքը նույն տեղը ուներ այդ եւ հարթակում եւ հենց ժողովրդի մեջ։ Այդ ժամանակ երկլեզվությունը կազմում էր կարևոր տենց հակադրություն, դա ռուսերեն հայերենն էր։ Շատ հետաքրքիր է եւ դրա համար այդ օրինակը կբերեմ հենց այդ միջադեպը առաջին հենց օրերին ելույթ էր ունենում Իգոր Մուրադյանը եւ նա ռուսերենով խոսեց եւ ինչպես պատահում էր այդ ժամանակ բացականչություններ եղան հայերեն խոսի տենց շատ այդ հայերեն ռուսերենի հակադրությունը հենց դա եմ ուզում ցույց տալ որ կար փաստորեն հասարակությունում եւ նա շատ սրամի ձևով արձագանքեց, ասեց ինձանից առաջ մի կենտկոմի քարտուղար էր ելույթ ունենում, իրոք ելույթ էր ունենում հանգստացնելով մարդկանց խելքի բերելով
նա խոսում էր հայերեն եւ ինչ ասեց նա ձեզ։ Մեկ էլ ես տեսա որ կողքիններս բանը այդպես իրոք նայեցին ասին որ հայ իրոք ոչինչ չասեց, իսկ այս տղան շատ հետաքրքիր բաներ է ասում եւ ասեմ ես գրանցեցի որ այդ հենց րոպեից հակադրությունը լեզուների վերացավ։ Էլի տոնական ոնց որ հակադրությունների վերացում լինի։ Նաև ավելի տենց ոչ կարևոր հակադրություններ ինչպիսին է նակ առողջ հաշմանդամ հակադրությունը, որը մեր քաղաքում նոր է սկսում, որ հաշմանդամը էլի համարվի լիիրավ մարդ։ Մի դեպք ասեմ, երբ ձայն ուզեց եւ լսափողի մոտ մտեցավ, դա բոլորը իմպրովիզացված էր, դով հիշում է, եւ հարթակը եւ այդ լսափողը մի հաշմանդամ, որը գետնին հավասար էր, այն հին միջնադարյան ձևով, ասենց այդ մարդը եկել էր ինչ որ ռայոնից եւ բոլորի ցածր էր, երբ նա վերցրեց խոսափողը զարմանալիորեն մարդիկ պպզեցին։ Այսինքն ոնց որ թե վերացրեցին իրենց ոտքերը, որ իրեն հավասար լինեն։ Էլի այդ սեմիոտիկ տեսակետից էլի ոնց որ թե այտենց վերացվում է առողջ հաշմանդամի հակադրությունը։ Ոչ հաճախ հանդիպող հաշմանդամներ կհանդիպեք գույրերին, որոնք էլի տանն են մեզ մոտ նստում, այդ օրերին կարող եք տեսնել, նաև լսողությունից թույլ մարդկանց, որոնք ունեն իրենց թարգմանիչը, ես ինքս հանդիպել եմ այնտեղ, նաև պատկերացրեք այնպիսի հակադրություն, ինչպիսին է վարորդ եւ հետիոտներ։ Բան է, որը իմիջիալոց Երևանում շատ լուրջ հակադրություն է։ Այդ այսօր է, որ դեռ կարմիր կանաչ լույսը սկսեց գործել եւ որոշ վարորդներ թույլ են տալիս, որ հետիոտն անցնի, հաճախ շատ ծանր վիճակի մեջ դնելով իրեն, որովհետեւ հաջորդ վարորդը, որը հետևից գալիս է, չգիտի, որ այդ մեկը արդեն անցել է այդ հակադրությունը մեղմացման ճանապարհին եւ կարող է գալ եւ տակը գցել, ինչեւ է։ Բայց այն տարիներին զարմանալիորեն համերաշխություն էր այդ երկուսի մեջ, որոնք թշնամի են Երևանում, դրանք գլխավոր թշնամիներն են, մեկը մյուսը։ Իմիջիալոց նման մոտեցումը վերադարձավ մեկ ուրիշ տոնական իրավիճակում, երբ վերջերս վճարում ենք 100 դրամ տենց ակցիայի ժամանակ վարորդները մոտեցան էլի հետիոտների։ Ոչ այն ժամանակ առանց վճարի ցանկացած մեքենա կարող է դից առաջարկում էր եւ տանում էր դեպի հավաքների տեղ։ Օրենքին հետևող քաղաքացին եւ հանցագործ հակասությունը ամեն բոլոր երկրներում կա, նաեւ Երևանում, այդ օրերին ֆոլկլորներ ասում, որ վերացավ։ Եվ ապացուցվեց նաեւ, որ այդ օրերին Երևանում գրանցվել է ռեկորդային ցածր հանցագործությունների թիվ։ Այսինքն այս հակադրությունները ոնց որ վերացավ։ Եվ դրանով ստեղծում է ոնց որ թե այդ մասսայական զանգվածային մի մարմին, որի մասին Բաղցինը փայլուն գրել էր դեռ կառնավալի ժամանակ, որին կարելի է ասել մասնակցում են բոլոր խավերը, որոնք այդ խավերով են վերան, բոլոր տարիքները եւ սեռերը, համերաշխության զգացմունքը, որը նախնադարյան տոնում հատուկ ձևով է արտահայտված, դա բանաձևային նույնիսկ գրանցված դեպքեր կան, որ ծեսը արդյունավետ չի լինի, այդ հիմնական այդ տոնը արդյունավետ չի լինի, եթե համերաշխություն չլինի մարդկանց մեջ։ Եվ այ պատկերացրեք, որ դա դառնում է հիմնական պահանջը։ Եվ դրանով ասեմ ձեզ, որ մի մեծ տարբերություն կա նման հավաքների եւ ամբոխի, որը ոչ թե
այդ զգացմունքներով է գալիս, այլ լրիվ ուրիշ զգացմունքներով։ Թատերականացում մի հետաքրքիր կետ էր, որ այդ օրերին շատ էր նկատվել, հացադուլներն էին նման ձևով անցնում եւ ընդհանրապես բոլոր բաները թատերականացված տեսք ունեն, ինչն է հետաքրքիր, որ դա հատուկ է հենց արխայիկ տոներին, որոնք հենց այդ թատերականացված ձևով էին արում եւ որտեղից եւ սկսվում է առաջին թատերական ներկայացումը, աստորեն այն փոքրիկ հրապարակը, որտեղ կատարվում են նախնադարյան ծեսերը, դառնում է եկեղեցու բեմ, հենց իր զոհաբերությամբ եւ այդ սիմվոլիկ արդեն զոհաբերության բեմ է դառնում եւ հրապարակ է դառնում, որտեղ միջնադարյան հենց այդ բոլոր տոները եւ որոնք ուսումնասիրել էր Բաղցինը, հենց քաղաքի հրապարակում է գլխավոր կատարում։ Երևանում նույնիսկ մի բանն էր հետաքրքիր, որ Գորբաչովի հայտարարված այդ գլասնես տերմինը հայերեն հրապարակայնություն է։ Այսինքն մարդիկ դուրս են գալիս, կարելի է ասել հրապարակայնությունը արտահայտելու համար։ Թամանյանի կազմած դեռ հատակագծում այդ վայրը կոչվում է թատերական հրապարակ եւ դրա մասին իմացան ժողովուրդը իմացավ մի քանի բաներից ժուրնալիստական ուրեմն հոդվածներից, երբ որ դուրս բերեցին այդ անունը, միջև թատերական հրապարակ միայն մասնագետները գիտեն։ Այդ միջև ազատության հրապարակ դառնալը նա թատերական էր եւ այդ թատերականությունը եւ ինչն է զարմանալի Թամանյանի մտածած ժողտունը, որը պետք է հենց այսօրվա օպերայի շենքի տեղը լիներ, իր այդ նախատեսված տունը պետք է այն տոնը կատարեր, պետք է կատարողը եւ դիտողը եւ ականատեսը հանդիսատեսը լինեն փաստորեն նույն մարդիկ։ Դա ասեմ ձեզ էլի Բաղցինի հիմնական թեզերից մեկն է կառնավալային, երբ որ չկա նա հատուկ ասում է չկա հանդիսատես եւ կատարող, դրանք նույն անձն եւ նույնն էլ կարող եք տեսնել արխայիկ տոնում, նույնիսկ միստիկ ձևով զոհաբերություն կատարողը ինքը իրեն նույնեցնում է զոհի հետ։ Դա օրինակ լավ ուսումնասիրված է գոնե Դիոնիսի դեպքում։ Մահը չկա, պարզվեց կա։ Դա շատ տխուր է, բայց հենց այնտեղից կատարվեց թաղումը առաջի զոհի Խաչիկ Զաքարյանի, որը ուսանողին, որը զոհվեց օդանավակայանի մոտի ճանապարհում եւ իր թաղումը հենց այնտեղից տեղի ունեցավ եւ այսինքն նույնիսկ այդ ողբեկական պահը եւ մահը այս դեպքում իրական մահը կապված էր նույնպես այդ իրադարձության հետ, որը ես դիպաբանորեն համեմատում եմ նախնադարյան տոնի հետ։ Ես Սումգայիթից հետո արդեն Սումգայիթի զոհերը մշտական համարյա թե ներկայացուցիչ են կորիզն էին այդ հավաքների, այսինքն դու էլի ունես այդ տոնական համախմբություն, բայց որի մեջ կա նաև մի կորիզ, որը մահվան հետ կապ ունի, էլի ցույց տվեց այդ արխայիկ կապը։ Մենք գործ ունենք, չգիտեմ ինչի, բայց նախնադարյան տոնի հետ, որը կարելի է ասել քաղաքական տոն, երբ որ ես գրում եմ հոդվածներ դրա մասին, որպեսզի չվիրավորեմ ընթերցողին, ճակերտների մեջ եմ վերցնում տոնը, որ չստացի, որ դա իրոք տոն է, դա տիպաբանական տոն է։ Այդ ժամանակ ստեղծվել էր մի կարելի է ասել քաղաքացիական հասարակություն, հրապարակում, ես չեմ մանրամասնում, այլ ասում եմ հիմնական բաները, ես այդ բոլորը կարող եմ այտենց քիչ թե շատ ապացուցել, բայց դա տիպիկ կառնավալային քաղաքացիական հասարակություն էր, այլ ոչ թե իսկական, որին պետք է հասնես բավականին երկար ժամանակով եւ որին դեռ մինչեւ այսօր չենք հասել, բայց այն ժամանակ ոնց որ թե այդ էր որ կար մի կետել, որը խիստ արտահայտված էր եւ նախնադարյան տոնում եւ հայկական տոնում, դա
հայացքներ դեպի անցյալը, դեպի ակունքները։ Դու ինչպես այդ էվոլյուցիոնիստական տարբեր տեսություններով դու ուզում ես քո սկիզբը գնաս եւ խնդիրն է տեսնել ես որտեղից եմ սկսվում, իմ ժողովուրդը որտեղից է սկսվում, եթե ելույթների կոնտենտ անալիզ արվեր, ես չեմ արել, բայց շատ եմ գրանցել, առաջին տեղը կգրավեր հենց անցյալի մասին ելույթներ, հայացք դեպի անցյալ, հենց այդտեղ էլ ազգագրագետների, պատմաբանների դերը անսպասելի մեկ էլ բարձրացավ հասարակությունում, հետո էլի կորավ։ Բայց մասնագիտական կտրվածքով ազգագրագետը նաև, եթե տոնական ձևով է նայում, կարող է կանխագուշակումներ անել։ Ինչու՞, որովհետև շամանի նման կարող է գնալ տոնի այդ անցյալի ակունքները տեսնել, թե այդ նախնադարան տոնում ինչպես էր, եթե սա տիպաբանորեն նույնն է, ինչ կարող է լինել այստեղ։ Եվ նույնիսկ մի հոդվածս այդպես էլ կոչվում է ազգագրագետը, այնտեղ բան է մարդաբանը, որպես շաման։ Հենց այդ խնդիրները շոշափող մի հոդված է։ Եվ ինչպես դա կարելի է անել, միգուցե արդեն գլխի ընկավ, եթե մենք գիտենք, թե հասարակության հակադրությունները որոնք են եւ ինչպես են իրենք իրենց պահում տոնի ժամանակ, ապա տոնից հետո ինչ է դառնում դրանց հետ եւ դու կարող ես տեսնես ինչի հետ գործ ունես։ Ասեմ, որ տոնը անverջ չի կարող տևել։ Չնայած շատ երկար է երբեմն տևում, երբ որ ես ներկայացրեցի այս տեսությունս Հարվարդի համալսարանում դեռ այն թվերին, հենց այդ իրադարձություններից հետո շատ լուրջ բանախոսներ ունեի, որոնք գլխավոր կետն այն էր, որ շատ երկար է տևում, 9 ամիս տոն չի լինում։ Բայց հետո համոզվեցին, որովհետև տարբեր օրինակներով պարզվեց, որ իրոք կան նման տոներ եւ ոչ թե կան, այլ հենց արխայիկ հասարակությունում տոնական կյանքը մեծ մասամբ կարող եք տեսնել, որ թվով այդ օրերը ավել են նույնիսկ քան թե առօրյայի օրը։ Ամենայն դեպս դա չի նշանակում, որ տոնա ու տոնա, դա կարող է տոն լինի, հետո մի քիչ հանգստանում ես, էլի տոն։ Հենց այդ ձևով էր կատարվում, ասենք, գլխավոր ավստրալիական տոներից մեկը, եւ մեր 9 ամիսը նույնպես իր հետևից չէր գնում մինչև նոյեմբեր, այլ գնում էր էլի իր բռնկումներում, լարումներով եւ փոքր մարումներով։ Եվ համոզվեցին վերջում ասեցին այո համաձայն ենք դրա հետ, ոչ ամենը չէ, բայց գոնե այդ գլխավոր կետերի հետ ոնց որ թե կարողացա համոզել։ Հասարակությունները լինում են ըստ մի ազգագրագետի, որի աշխատանքը ես օգտագործեցի, եւ որի անունն է Ռոսկրումրին, լինում են երկու տիպի։ Դրանք կրկնվող եւ փոփոխվող։ Ինչ էր ինձ հրապուրում այդ հետազոտողի մոտ, որ նա նայում է հենց գլխավոր տոնը, գլխավոր ծեսը, տենց է ասում ինքը, բայց փաստորեն նկարագրությունից դա գլխավոր տոնն է, այդ կոնկրետ խմբի, եւ նա նայում է, թե տոնից հետո վերականգնում է արդյոք այն կառուցվածքը, որը կար։ Այդ դեպքում այդ հասարակությունները նա անվանում է կրկնվող։ Դա կարնավալային հասարակությունը համարում է հենց տիպիկ կրկնվող հասարակություններ։ Եվ նա նաև գտնվում է հասարակություններ, երբ հենց տոնի ժամանակ կատարվում են ինչ-որ փոփոխություններ, որոնք դուրս են գալիս առօրյա կյանք։ Տոնով են դուրս գալիս։ Այդ մի բան է, որ դրա համար ինձ հրապուրեց այդ հետազոտողը։ Միջալուց իր հետազոտությունը նա կատարել էր այսօրվա բավականին արխայիկ ժողովրդի շրջապատում, դա Մեքսիկայի ջունգլիներում ապրող մայաներն են, այն հռչակավոր մայաների այսօրվա մնացորդները։ Եվ ես այդ կտրվածքով փորձեցի նայել մեր հակադրությունները, ինչ էր հիմա ստացվում։ Գյուղ քաղաքը,
վերադառնում է եւ նույնիսկ արդեն ոչ թե քաղաք-գյուղ, այլ գյուղ-քաղաք ասի, որովհետեւ պատերազմն է սկսվում եւ ցանկացած սահմանամերձ գյուղ դառնում է ավելի ոնց որ հերոսական, քան թե քաղաք։ Իսկ այսօրվա ընտրությունների արդեն եթե վերցնենք իրավիճակը, ապա գյուղ-քաղաքը նույնպես սկսում է կատարել իր կարևոր դերը, որտեղից ինչ ձայներ են գալիս։ Դա էլ մի ուրիշ խնդիր է, բայց համենայն դեպս գյուղի շնորհիվ ըստ տարբեր հաշվումների հնարավոր է լինում փոխել իրավիճակը, այսինքն էլի հակադրությունը վերադառնում է։ Կին-տղամարդ հակադրությունը էլ չասեմ, որ վերադարձավ։ Հայերեն ռուսերենը վերադարձավ այնքան հենց բանից հետո, որ փակվեցին ռուսական դպրոցները, այսինքն էլի այդ հակադրությունը բավականին լուրջ արտահայտվեց։ Փոքր եւ մեծ հակադրությունը ավելի հետաքրքիր ձևով իրեն պահեց, որովհետեւ նոր իշխանությունը համարյա թե բոլորը հենց այդ բանից հետ գնացած երիտասարդներ են մեծ մասամբ, որը հետո էլի փոխվեց իհարկե, բայց որը ցույց է տալիս, որ այդ մի հակադրությունից մի բան դուրս է եկել։ Եվ ասեմ, որ մի գործընկեր համալսարանում ինձ ասեց լսելով, որ չէ, սա չի վերադարձել, որովհետև ուսանողները սկսեցին քիչ հարգել մեծահասակ պրոֆեսորներին, չգիտեմ ինչքանով են ճիշտ, ես դա չեմ նկատել, փորձ արվեց, ինչը լրիվ Ռոսկրումրինի ուրեմն տենց բանով է, մոդելով է գործում, այն փոփոխությունները, որոնք հրապարակում տեղի են ունենում, դուրս բերել եւ տանել քո աշխատատեղերը։ Նման կոչեր կային, հետաքրքիր է չիմանալով Ռոսկրումրինին։ Դա ես երկու գիտահետազոտական ինստիտուտում հետևեցի այդ process-ը եւ մի գործարանում 3 տեղն էլ տապալվեց։ Այսինքն փաստորեն վերականգնվեց ըստ Ռոսկրումրինի նույնատիպ հասարակությունը, ուրիշ բան է, որ այնտեղ ուրիշ բաներ փոխվեցին, բայց այդ տոնական կտրվածքով դա ոնց որ թե չփոփոխվող հասարակությունն է։ Իսկ այն, որ մարդիկ այսօր հիշում են այն տարիները մեծ տենց կարոտախտով եւ տենց նոստալգիա է, որ այ մենք այն ժամանակ համերաշխ էինք, մենք էս էինք, ենենք, դա ապացույց է այն բանի, ինչ արդեն մի քանի անգամ ասեցի, որ դա ոչ թե այն ժամանակվա երջանիկ վիճակն էր քաղաքացիական, այլ դա տոն էր, որը պարտադիր պահանջում է նման վիճակ։